Ընդհանրապես զինվորը դա մեծ, ամենամեծ դատավորն է ռազմի դաշտում, առանց դատախազի, առանց դատապաշտպանի եւ ընդհանրապես զենքը վերցնելուց առաջ տղերքը բոլորս էլ քաջ գիտակցել ենք, թե երբ են զենքը վայր դնելու։ Ընդհանրապես զենքը կամ թե վայրը դնի ձեռը դու գնես զենքի հետ միասին եւ կամ էլ զենքը փառքով տնես պատին։ Հիշեք, որ այսօրվա երբման համար հազարավոր տղաներ իրենց արյունն են տվել, երբեք չերերաք ձեր որոշումի մեջ։ Սիրեք ձեր ժամանատարներին, նրանք ձեզ սովորելեցնելու են մահվան երախը մտնելու ու անվրեպ դուրս գալու։ Կախվեք նրանց փեշերից, սովորեք մահվան եւ ապրելու բանալին։ Այսքան արյուն են թափել, որպեսզի հայի բաժին պողպատե շերեփը ձեր ուսին փողփողա։ Այսօր այս սուրբ երթումից հետո ես որդուս հետ իջնելու եմ ձեր, իմ սիրելի նորակոչիկներ, առաջի շարքը համբուրելու, որպես միասնության սուրբ զենքի, ամենաթանկ զենքը դա էր, եթե չլիներ դա, մենք չէինք հաղթանակելու։ Համբուրելու եմ եւ այդ համբույրը դուք փոխանցելու եք շարքերի վերջը, որպես խորհրդանիշ այսօրվա սուրբ երթումին։ Եվ ես Խաչակիր ասպետս ու խաչված ասպետս երիցս դառնալու եմ այսօրվա ձեր սուրբ երթման արարողության կնքահայրը ես ձեր ցավը տոնեմ։ Սիրեք ձեր զենքի Աստծուն եւ նա առատորեն բարձրահատույց կլինի ձեզ։ Ինձ պետք չէ ծափողջուններ նորակալական գովեստի բաների համար, ինձ պետք է ձեր քաջակորով ուռան, որպեսզի սահմանի են գլխինս ոչխարներս, որ թողանասունից դարձապես կան իրաց մեջ, որպեսզի տղերքի հոգին ցած իջնի ու նորից բարուրվի, որ նրանք երկուսում փառատանց կյանքին արժանանան։ Այսօր ինձ միակ Բարձրացիան գնդապետ ասում է, եթե ռուսները չլնեին, մենք չենք հաղթանակելու։ Հենց այսօր վատացել է մահավոր, իհարկե լավ չարեցին մեր եմ թրվել, բայց այլ ընտրանք չունեի։ Այլ ընտրանք չունեի, ինչես կեղծում իմ ընկերներիս նահատակությունը, ինչես պղծում իմ արածը։ Ասում եմ բոլոր նշանավոր հերոսներին գնդակահարվել են ռուսների կողմից ժողովուրդ։ Ով խփեց Թաթուլին։ Ով խփեց Արտուրին։ Սիմոնին, որ մեկին թվարկեմ բոլորին, երբ ես Շուշի նստած էի ժողովուրդ, 260 տղա էր նստած, ամենակամակոր ընտիր տղաները։ Սրանց մասին ոչ մեկ չի խոսում, բռնա դատվածի է, քարատվածի։ Մեխում դրանը վառում էին, այ ժողովուրդ, այդ քու սիրելի ռուսը։ Ժողովուրդ ուզենք թե չուզենք, ես իմ մահվան բոլոր տեսակները սիրում եմ, բայց ամենաշատը վախենում եմ էժան մեռել լնելուց։ Մեռիր այնպես, որ մահը ծառայե հայրենիքիդ։ Ես ուզում եմ էդ անել։ Ես Սարատև չեմ։ Բայց անպատվաբեր մահից եմ վախենում, բերեք կանգնեցնենք այս ամեն ինչին, խաբեությունը, ամեն ինչ ենք, բերեք դնենք կողքի տեսնենք ինչ ենք անում։ Նպատակն է, որ պետք է թռնենք մեր ընկերներով Բեյրութ։ Եվ ճիշտն ասած, կեսաբահայությանը ձեռք մեկնելու է, ժողովուրդը կանգնած են, վերջապես նայում են իրենց հայրենակիցներին, մեռնող ծարավի վերջին հույսով են, որ մեկը վերջապես տղամարդ կա, թե չկա։ Եվ վերջապես ճարվեցին այդ տղամարդիկ, որոնք ուզում են ձեռք մեկնել։ Նախորդ մեզ պետանվտանգության ծառայակիցները ասել են, որ չէիք թռնել։ Նույն այդ արգելքով Ղարաբաղ գնալուց նույն ռուսական չեկիստներն էին դեմներս առնում, ասում են նույնիսկ որտեղ ասեցին, որ Ղարաբաղը չէ կարող եւ այլն, բայց արեցին, չէ։ Հիմա ցավալ լինեն, որ անկախությունը դա այնպեսի, որպեսի անկախություն չկա։ Ունի ամենամեծ հիմարությունը կատարնի մեր երկիրը վտանգի մեջ գցելու ամենամեծ քայլը։ Եվ շատ վաստակ ունեցող մարդիկ էլ մեկնեք ընդունում այդ արկածախնդրության մեջ։